Գալիք տարում ճակատագիրը նվեր կառաջարկի նրանց, ովքեր ուշադիր են իրենց ռիթմին։ Այս հոդվածում ես մանրամասն կբացատրեմ, թե որ իրադարձությունները եւ որ ոլորտներում են ամենայն հավանականությամբ բացելու ռեսուրսներ եւ մեղմելու երկարատև դժվարությունները։ Այծեղջուրներ։ Այն օրը, երբ հին պարտքերը դադարում են կանոններ թելադրել։ 2026 թվականին այծեղջուրները հնարավորություն կունենան լուծելու այն խնդիրները, որոնք վերջին տարիներին սպառել են նրանց էներգիան եւ գումարը։ Սա վերաբերում է կոնկրետ խնդիրներին։ Գործընկերների հետ պաշտոնական վեճերը կլուծվեն թերօգտին, դատական գործընթացները կլուծվեն, թույլ տալով ձեզ վերադարձնել սառեցված միջոցները։ Հիփոթեկային վարկի վերաֆինանսավորումը կամ վարկի վերակառուցումը թույլ կտան ձեզ խուսափել բաց թողնված վճարումներից եւ կրճատել ամսական ծախսերը։ Ձեռնարկատերերի համար սա այն ժամանակն է, երբ հնացած պայմանագրերը կարող են փոխարինվել նորերով, ավելի լավ պայմաններով, ֆիքսված դրույքացափերով, նվազեցված վճարներով կամ պայմանագրերի երկարաձգումներով, ավելի բարենպաստ վճարման պայմաններով։ Կարիերայի մակարդակում հնարավոր է երկարսպասված առաջընթացը լճացած դիրքից, տեղափոխվել ֆիքսված բոնուսով պաշտոնի կամ տարեկան պայմանագիր կնքել հստակ KPI-ներով եւ բազային աշխատավարձի բարձրացմամբ։ Գործնական քայլեր։ Կազմեք բոլոր իրավական եւ ֆինանսական պարտավորությունների ցանկը, սկսեք վերանայել պայմանները առաջին եռամսյակում, պատրաստեք վերաֆինանսավորման փաթեթ եւ մինչեւ ամառ ներկայացրեք հստակ առաջարկ ձեր վեճերի լուծման գործընկերներին, այս կոնկրետ գործողությունները կապահովեն թեթևացում եւ թույլ կտան ձեզ վերականգնել ձեր բյուջեի վերահսկողությունը։ Ջրհոսները։ Երբ հին կարգը մարի եւ այլընտրանքային ուղիներ բացվեն, ջրհոսները կհայտնվեն մի իրավիճակում եւ ծանոթ աշխատանքային ռեժիմները եւ նախկին համաձայնագրերը այլևս չեն համապատասխանի ձեր նպատակներին եւ դուք ստիպված կլինեք կառուցել ձեր կյանքի եւ եկամտի կազմակերպման նոր եղանակներ։ Սա վերացական տեղաշարժ չէ, այլ հստակ իրադարձություններ։ Առևտրային նախագծերը կարող են վերակազմակերպվել գործընկերությունից դեպի անհատական պրակտիկա կամ գրասենյակից դեպի հեռակա աշխատուժ, որին կհաջորդի եկամտի աղբյուրների փոփոխությունը։ Ժամային նախագծեր, 30-ից 50% կանխավճարով նախագծային պայմանագրեր եւ հոնորարային պայմանագրեր։ Ֆինանսապես սա նշանակում է, որ նոր գործունեությունից առաջին խոշոր եկամտի հոսքերը սպասվում են տարվա կեսին, մեկ պատվերի կանխավճար, հրապարակման վճար կամ ձեր կաղապարների առևտրային օգտագործման պայմանագիր։ Այս հնարավորությունից օգտվելու համար գործեք նպատակասլաց, կազմեք ձեր պորտֆոլիոն մարտից առաջ, պատրաստեք ստանդարտ պայմանագիր նախապես վճարելու եւ ժանքետների վերաբերյալ հստակ կետերով եւ կազմակերպեք հանդիպումներ հիմնական հաճախորդների հետ ապրիլից հունիս ամիսներին։ Միևնույն ժամանակ ստեղծեք փոքր պահեստ 2-3 ամսվա ծախսերի համար։ Փոփոխությունները հաճախ տանում են ժամանակավոր անկայունություն, իսկ ֆինանսական բարձիկը թույլ կտա ձեզ վստահորեն անցնել նոր փուլին։ Ցուլ, հանգիստ շահույթ ամուր իրերից։ Ցուլը եկավուտ կստանա կոնկրետ, շոշափելի ձևերով։ Անշարժ գույքի վաճառք կամ բարձակալություն, բարձակալության գների վերանայում, ապահովագրության կամ հարկերի վերադարձի ստացում։ Շոշափելի ակտիվների հետ աշխատողների համար 2026 թվականը կբերի շահութաբերության աճ, սննդի, կոսմետիկայի եւ տնային կահույքի առևտրում շահույթի աճ։ Ֆերմերները եւ ապրանքային շուկաներում ներգրավվածները հնարավորություն կունենան կնքել մատակարարման պայմանագրեր, նախավճարով եւ ֆիքսված վճարման պայմաններով։ Եթե հետաձգել եք ձեր սեփականության իրավունքի գրանցումը, հիմա ժամանակն է ավարտել փաստաթղթերի պատրաստումը։ Օրինականորեն գրանցված բաժնետոմսը կամ բիզնեսի գրանցումը կբացի ավելի բարենպաստ պայմաններով վարկային գծերի հասանելիություն։ Հատուկ առաջարկություններ։ Վերանայեք գործող վարձակալության պայմանագրերը եւ ներկայացրեք գների վերանայման առաջարկներ մինչեւ տարվա կեսը։ Պատրաստեք փաստաթղթերի փաթեթ վաճառքի կամ վարձակալության գրանցման համար, որպեսզի գործարքները կարողանան կնքվել առաջին եռամսյակում։ Ներդրումներ կատարեք վերանորոգման կամ գույքի վաճառքից առաջ ներկայացման մեջ։ Սա կբարձրացնի նույն ակտիվի եկամուտը։ Երկվորյակներ։ Փողը գալիս է խոսքերի, պայմանագրերի եւ ձևաչափերը արագ փոխելու հնարավորության միջոցով։ Երկվորյակների համար ֆինանսական բարելավումները կգան ոչ թե վերացականորեն, այլ կոնկրետ հաղորդակցման ուղիներով։ Գովազդային արշավների, վճարովի շյունակների եւ տեքստային կամ աուդիո արտադրանք վաճառող դասընթացների համար կնքված պայմանագրեր։ 2026 թվականին օգտակար կլինեն կարճաժամկետ նախագծերը, հստակ փորձաշրջանով եւ կատարողականի վրա հիմնված վճարմամբ։ Փորձնական գովազդային պայմանագիր 1 լիդի համար վճարմամբ։ Բովանդակության ստեղծման պայմանագիր 1 հոդվածի թողի համար վճարմամբ կամ կորպորատիվ լրատուի պայմանագիր ֆիքսված ամսական վճարով։ Գործնական քայլեր։ Թարմացրեք ձեր գնացուցակը եւ պայմանագրի ձևանմուշը մինչեւ փետրվար-մարտ ամսին։ Ուղարկեք առաջարկներ 10-15 պոտենցիալ հաճախորդների եւ բանակցեք փորձնական նախագծերի շուրջ նախավճարով։ 5. Կենթանակերպի նշաններ, որոնք երբեք չեն ենթարկվում ուրիշների կամքին եւ ամեն ինչ անում են իրենց ձևով։ Աշխարհում, որտեղ այդքան գայթակվում է հետևել ամբողին, լինել բոլորի նման կամ հարմարվել ուրիշի սպասումներին, իսկական անկախության արժեքը հատկապես սուր է։ Որոշ մարդիկ պարզապես չեն ստեղծված ուրիշի մեղեդու տակ ապրելու համար։ Կարծես նրանք ծնվել են ներքին ծրագրավորմամբ, որը բացառում է ենթարկումը եւ բռնապետությունը։ Խոյ. Ես ինքս եմ դա անում։ Խոյերը բնածին առաջնորդներ են, ովքեր ոչ միայն հրաժարվում են ենթարկվել ուրիշների կամքին,
այլև անկեղծորեն չեն հասկանում, թե ինչու պետք է ենթարկվեն։ Նրանց աշխարհում կա միայն մեկ ճիշտ ուղի, այն, որը նրանք իրենք են հարթում։ Խոյին ստիպելը գործել ձեր կանոնների համաձայն նման է մի բուռ ավազով ցունամի կանգնեցնելու փորձի։ Նրանք պարզապես կքշեն ձեզ կամ նույնիսկ կցույց տան, թե ով է ղեկավարը զայրույթի բռնի պորտկումով։ Նրանց ներքին վերաբերմունքն է՝ ես առաջինն եմ, ես եմ անում, ես եմ որոշում։ Խոյերը առաջնորդվում են իրենց ազդակներով, իրենց տեսլականով եւ իրենց էներգիայով։ Նրանք թույլտվություն չեն խնդրում եւ չեն փնտրում հաստատում։ Եթե ուզում եք, որ խոյի ինչ-որ բան անի, պետք է կամ համոզեք նրան, որ դա նրա սեփական հանճարեղ գաղափարն է, կամ առաջարկեք մրցույթ, որում նա անպայման կցանկանա հաղթել։ Վերահսկողության ցանկացած ուղղակի փորձ կհանդիպի կատաղի դիմադրության։ Խոյի համար կյանքը անվերջ արկած է, եւ նա իր սեփական նավի կապիտանն է։ Առյուծ. իմ բեմը, իմ կանոնները, իմ կամքը։ Արյուծները վեհաշուկ եւ հպարծ անհատներ են, ովքեր պարզապես չեն կարող թույլ տալ իրենց ենթարկվել որևէ մեկին։ Նրանց համար դա ցածր է իրենց արժանապատվությունից, նվազեցնում է նրանց կարգավիճակը եւ մարում նրանց ներքին կրակը։ Արյուծները ծնված են ուշադրության կենտրոնում լինելու եւ կառավարելու, այլ ոչ թե կառավարվելու համար։ Արյուծին թելադրելու փորձը, թե ինչպես պետք է գործի, ինչ պետք է ասի կամ նույնիսկ ինչպես պետք է մտածի, կընկալվի որպես անձնական վիրավորանք եւ մարտահրավեր։ Նրանց ներքին վերաբերմունքն է այս ամուր հիմքը, որի վրա նրանք կառուցում են իրենց կյանքը։ Արյուծները վստահ են իրենց ճշմարտության եւ եզակիության մեջ, եւ նրանք չեն թույլ տա որևէ մեկին կասկածել դրա մեջ։ Եթե առյուծը զգա, որ ինչ-որ մեկը փորձում է վերահսկել կամ մանիպուլյացիա ենթարկել իրեն, նա կազատի իր ջանքերը եւ կչույց տա, թե ով է ղեկավարը՝ զայրույթի բռնի պորտկումով։ Նրանց համար հնազանդությունը թուլության խորհրդանիշ է, եւ արյուծները երբեք թույլ չեն տա իրենց թույլ լինել։ Նրանք ստեղծում են իրենց սեփական աշխարհը իրենց պատկերով եւ նմանության մեջ, եւ միայն իրենց կամքն է օրենքը այս աշխարհում։ Կարիճ. ոչ ոք չի թափոնցի իմ ամրոցը։ Կարիճները կենդանակերպի ամենաուժեղ եւ ամենախորհրդավոր նշաններից մեկն են։ Նրանց ներքին կամքը նման է անթափանց ամրոցի, որը ոչ ոք չի կարող նվաճել։ Նրանք ունեն անհավանական ինտուիցիա եւ մեկ հայացքից հասկանում են ուրիշների դրդապատճառները։ Կարիճին մանիպուլյացիայի ենթարկելու փորձը մահացու խաղ է, որում դուք երաշխավորված կպարտվեք, եւ հնարավոր է նույնիսկ կզղջաք դրա համար։ Նրանց ներքին կամքը խորը անսասան միջուկ է, որը թույլ է տալիս նրանց հավատարիմ մնալ իրենց, նույնիսկ երբ ամբողջ աշխարհը նրանց դեմ է։ Կարիճները ապրում են իրենց սեփական կանոններով, որոնք հաճախ թաքնված են հետաքրքրասեր աչքերից։ Նրանք չեն փնտրում հավանություն կամ խորհրդի կարիք ուրիշներից, եթե դրանց մեջ չեն տեսնում իրական խորություն կամ իմաստություն։ Նրանք հետևում են իրենց սեփական կողմնացույցին, որը միշտ ցույց է տալիս նրանց այն ուղղությունը, որը թելադրում են իրենց ներքին համոզմունքները։ Կարիճի համար ուրիշի կամքը պարզապես արտաքին աղմուկ է, որը չի կարողանում թափանցել իրենց թաքնված եւ հզոր ոլորտը։ Ջրհոս. կանոններ, ինչ կանոններ։ Ջրհոսներ իսկական տիեզերական ապստամբներ եւ մտավորական անարխիստներ են։ Նրանց համար ուրիշի կամքին ենթարկվելը անհեթեթություն է, աբսուրդ եւ լիակատար անտրամաբանություն։ Նրանք ապում են իրենց սեփական չափման մեջ, որտեղ ընդհանուր առմամբ ընդունված նորմերն ու կանոնները գոյություն ունեն միայն անտեսվելու կամ վերաիմաստավորվելու համար։ Ջրհոսին ուրիշի հրահանգներուն հետևելու փորձը անօգուտ վարժություն է, որը միայն կամրապնդի նրանց ցանկությունը անելու ճիշտ հակառակը։ Նրանց ներքին կամքը ազատ մտքի թռիչք է, նորարարության ցանկություն եւ ցանկացած սահմանափակումից հրաժարվելու ցանկություն։ Ջրհոսները իրանց ազատությունը գնահատում են ամեն ինչից վեր եւ պատրաստ են պայքարել դրա համար մինչեւ դառը վերջ։ Նրանք մտածում են ստանդարտից դուրս, առաջարկում են ինքնատիպ լուծումներ եւ միշտ փնտրում են իրենց ուրույն ուղին, նույնիսկ եթե դա տարօրինակ կամ անտրամաբանական է թվում ուրիշների համար։ Եթե բոլորը գնում են աջ, ջրհոսը անպայման կշրջվի ձառ, պարզապես որովհետեւ դա ավելի հետաքրքիր է եւ այնտեղ է, որ նա կարող է գտնել ինչ-որ իսկապես նոր եւ հեղափոխական բան։ Այծեղ ջուր. ես իմ սեփական դատավորն ու կառուցողն եմ։ Այծեղ ջուրները կարող են ավելի պահպանողական եւ կարգապահ թվալ, բայց նրանց անկախությունը դրսևորվում է անսասան ինքնաբավության եւ վճռականության մեջ։ Նրանք չեն ենթարկվում ուրիշների կամքին, քանի որ ունեն իրենց սեփական, հստակ սահմանված գործողությունների ծրագիրը, որից երբեք չեն շեղվում։ Այծեղջուրները հստակ գիտեն, թե ինչի են ուզում հասնել, եւ մեթոդաբար, քայլ առ քայլ, շարժվում են դեպի իրենց նպատակները, անտեսելով դրանք խափանելու կամ ուրիշների ծրագրերը պարտադրելու ցանկացած փորձ։ Նրանց ներքին կամքը անսասան հիմքն է, որի վրա նրանք կառուցում են իրենց կարիերան, ընտանիքը, կյանքը։
Այդ ծեղճուրները իրենց սեփական ճարտարապետներն են, վարպետները եւ աշխատողները։ Նրանք ուրիշների հավանության կամ խորհրդի կարիքը չունեն, եթե այդ խորհուրդը չի համապատասխանում նրանց ուշադիր մշակված երկարաժամկետ ծրագրին։ Նրանք հեշտությամբ չեն համոզվում փոխել ուղղությունը, քանի որ յուրաքանչյուր որոշում ուշադիր կշռադատված եւ քննարկված է։ Նրանք ստեղծում են իրենց սեփական հաջողությունը, հիմնվելով իրենց սեփական արժեքների եւ տեսլականի վրա, եւ թույլ չեն տա որևէ մեկին թելադրել այս խաղի կանոնները իրենց։